Թող չզարմանա ոչ ոք, բայց ձեռնաշարժություն անում են նաև կույս աղջիկները։ Եվ մեր մասնագիտական տեսանկյունից մենք դա դիտարկում ենք նորմայի տարբերակ, որովհետև սեռական ցանկությունը լիբիդոն պարտադիր չի, որ լինի միայն ամուսնացած կանանց մոտ։ Կին, ով ամուսնացած չի եւ չի ապրում սեռական կյանքով, նույնպես ունակ է ունենալ սեռական ցանկություններ։ Եվ եթե այդ սրբագույն ձևով որոշել է պահպանել կուսաթաղանթը ինչ որ մի օրվա համար, որը չգիտես կգա թե չէ կամ գալուց նշանակություն կտան, ծաղրանքի իմաստով չհասկանանք իհարկե այս ամեն ինչ, ուղղակի այս ժամանակներում արդեն այնքան ոչ արդիական է դարել կուսաթաղանթի թեման, որովհետև իհարկե նաև ինտերնետն է որոշակի չափով նպաստում, որոշակի չէ մեծ չափով նպաստում այս ամեն ինչին, դուք տեսնում եք տարբեր տեղերում հայտարարություններ, որ վերականգնվում է կուսաթաղանթ կամ չգիտեմ ավելի ապուշ արտահայտություններ, վաճառում եմ կուսաթաղանթ։ Հա, հիմա տեսեք, բայց դե հիմա ժամանակակից բժշկության մեջ ինչ է կատարվում։ Մենք չունենք խնդիր կուսաթաղանթը վերականգնելու հետ կապված, շատ հանգիստ այդ կուսաթաղանթը կարելի է վերականգնել։ Խնդրում եմ մենակ Աստծո սիրուն այդ հարցով ինձ չգրեք ու չզանգեք, ես մասնագիտությամբ գինեկոլոգ չեմ զբաղվում այդ հարցերով։ Ասեմ դες նաև որ ոչ კი բոլոր գինեկոլոգներն են զբաղվում։ Ըստ իս ես կարևորություն կտայի մարդու ներքին բարոյականությանը։ Կուսաթաղանթը կարա այնքան անիմաստ հանգամանքներում վնասված լինի, որ այդ անիմաստ հանգամանքը դուք որ ընդունեք հիմք եւ դրանով դատեք մարդու, չգիտեմ, տեսակի կամ իր բարոյականության կամ առաքինության մասին, դա ծիծաղելի է։ Ես չեմ ասում թող բոլորը աչուծախ վազեն վնասեն կուսաթաղանթներն, հետո ասեմ բժիշկն ասեց, որ դա նշանակություն չունի։ Լավ, եկեք շատ դրա փակագծերը չբացեմ, ես հարցին եմ ուզում ճիշտ ասած անդրադառնալ, հիմա շատ են հարցնում, շատ աղջիկների կողմից հարցնում է ձեռնաշարժության ժամանակ հնարավոր է կուսաթաղանթի վնասում, թե չէ։ Տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկորեն տենց չի լինում։ Դե ասեմ ինչի համար, ձեռնաշարժում եք ինչով, մատով, մատը մինչև ուր պետք է գնա, հո չի հասնի արգանդի վզիկ, որ վնասի կուսաթաղանթը, 1, երկրորդը մատը շատ բարակ է, տեսականորեն մենք գործնականում չենք հանդիպում դենց չէ մատով ուրիշ հարց է, որ կան աղջիկներ, ովքեր ձեռնաշարժության ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի առարկաներ, իրեր, չգիտեմ, արհեստական առնանդամներ եւ այլն, ապա այդ դեպքում այո, իսկապես հնարավոր է կուսաթաղանթի վնասում։ Իսկ ինչ վերաբերվում է արյան առկայությանը, մենք արյան առկայության հետ կապված չունենք հստակ նկարագիր, որովհետև ես այդ մասին լիքը անգամներ շեշտել եմ, որ կարա լինի իրավիճակ, որ կուսաթաղանթը վնասվի, բայց չլինի արյան առկայությունը, հա, այդպես նույնպես լինում է։ Ավելի